Բարի երեկո ձեզ, փոքրիկ ձայնային եմ ուզում թողնել երեք տեղի ունեցած Բուլղարիայում ընտրությունների կապակցությամբ, շատ հետաքրքիր։ Մենք հիշում ենք, որ նոյեմբեր-դեկտեմբերին Բուլղարիայում հսկայական ցույցեր էին, որոնք պահանջում էին այդ օրվա իշխանության հրաժարականը, impeachment էին պահանջում վարչապետի, եւ մեկ շաբաթ հրապարակում մնալուց հետո ժողովրդին տեղի տալով այդ իշխանությունները ասել էին, որ բյուջեի մասին օրինագիծը, որի շուրջ բողոք էր տեղի ունենում, կառավարությունը ընդունում է ցուցարարների բողոքը, կփոխի սա, կփոխի նա, այսպես չի անի, այնպես չի անի։ Մարդիկ հրաժարվեցին հրապարակից տուն գնալ եւ իրենց առաջնորդող ընդդիմությունը ասաց, որ տուն չգնան եւ շարունակեն պայքարը փողոցում։ Եվ impeachment-ի քվեից 5 րոպե պակաս ողջ կառավարությունը հրաժարական տվեց։ Այդ ցույցերի առաջնորդողը Ռումեն Ռադևն էր, քաղաքական գործիչ, առաջնորդում է նորաստեղծ կուսակցություն Առաջադեմ Բուլղարիա, ինքը Բուլղարիայում նախկինում գենշտաբի պետ է եղել, ռազմական օդաչու է մասնագիտացմամբ, քաղաքական դաշտում բավականին երկար ժամանակ, դիտարկվում է որպես պրոռուսական ուժ, այդպես էին ներկայացնում Բրյուսելից, բայց նույն արևմտյան մամուլը, որ կարդաք ընտրությունների մասին, իրեն ներկայացնում են որպես պրագմատիկ, հավասարակշռված քաղաքական գործիչ, ով որ այսպես ասած ողջախոհ մոտեցում է ցուցաբերելու Ֆիցոյի պես եւ ոչ չափազանց ռադիկալ է, ոչ չգիտեմ ինչ է եւ այլն, ասածս նա է, որ 97 թվականից ի վեր առաջին անգամ այնպիսի հաղթանակ է տարել մի քաղաքական ուժ Բուլղարիայում, որ որևէ մեկ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու կարիք չունի, բացարձակ մեծամասնությունն է հաղթել, որովհետեւ առաջնորդում էր ընդդիմադիր պայքար։ Եվ ժողովրդին չի դավաճանել եւ ժողովուրդը իրեն քվեարկել է impeachment-ի այդ ցույցերի եւ այլն ալիքից հետո իրեն տալով մաքսիմալ քվեի վստահություն, որը 97 թվականից ի վեր Բուլղարիայում չի եղել։ Սա շատ կարեւոր է, բոլոր impeachment ստորագրած եւ դրա մասին չխոսող падգամավորների մասին այդ impeachment-ի թուղթը ստորագրած падգամավորների տիրոջը պատկանող մամլո միջոցներին է վերաբերում, ովքեր հարցազրույցների ժամանակ հարց չեն տալիս, օրինակ Իշխան Սաղաթելյանին կամ Ագնեսային Խամոյան կամ Գրիգորյանին Աննա, թե ինչու ստորագրված impeachment-ը սույն դեպուտատը առաջ չի տանում։ Ես ձեզ կարդամ case study, այսինքն մենք մեր ձեռքի տակ ունենք 3 տեղի ունեցած, ուրեմն 4 ամիս առաջ ստեղծված այս կուսակցությունը, որ այդ ցույցերի ալիքի վրա է ստեղծվել, ստացել է ժողովրդի ձայների 44.7%, ուրեմն աջակցությունը, եւ դրանով ապահովել է 240 տեղանոց պարլամենտում 135 աթոռ իր падգամավորների համար։ Առաջին անգամ 97 թվականից ի վեր։ Նախկին վարչապետի կուսակցությունը երկրորդ տեղն է գրավել 13.4%-ով եւ լիբերալ կոալիցիա կար, որը երրորդ տեղն է գրավել 12.8%-ով։ Ուրեմն ընտրությունները նշանակվել էին այդ հսկայածավալ ցույցերից եւ հրաժարականից հետո կառավարության, որովհետեւ մարդիկ հրաժարվում էին ընդունել հին կուսակցությունների, հին լիդերների միջև տեղի ունեցող որոշակի իրար մեջ տալ առնոցի եւ մանիպուլյացիա եւ ժողովրդին խաբելու պրոցեսներից եւ սա նշել է հենց Ռադևը իր ելույթում եւ ժողովրդին շնորհակալություն է հայտնել իրեն վստահություն հայտնելու համար։ Նա ժողովրդին խոստացել է ստեղծել ուժեղ Բուլղարիա, ուժեղ Եվրոպայում, իր խոսքից եմ մեջբերում հիմա, ներկայումս Եվրոպային անհրաժեշտ են քննադատական մտածելակերպ, պրագմատիկ գործողություններ եւ իրական ու լավ արդյունքներ, հատկապես անվտանգության համակարգ ստեղծելիս եւ մեզ անհրաժեշտ է վերականգնել մեր արդյունաբերական պոտենցիալը եւ մրցողունակությունը։
Այ հենց սա դառնալու է մեր կուսակցության հիմնական ներդրումը Բուլղարիայի առաքելության մեջ եվրոպական ընտանիքի կազմում։ Ռադևը 62 տարեկան է, իսկապես դիտարկվում է էլեկտորատի կողմից որպես շատ պրագմատիկ առաջնորդ, նույնիսկ իր այդպես որոշ չափով պրոռուսական լիդեր լինելը ներկայիս Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված դիտարկվում է որպես դրական այսպես գործոն եւ գտնում են որ նա միշտ իր գծին հավատարիմ է մնացել, որովհետեւ ինքը միշտ քննադատել է Եվրոմիության սանկցիաները Ռուսաստանի դեմ, համարել է դրանք բավականին անտրամաբանական եւ կոչ է արել որպեսի Բրյուսելը կառուցողական երկխոսության մեջ մտնի Կրեմլի հետ փոխարենը օգտագործելու Բուլղարիան եւ այլ երկրներ իրենց ինչ որ այդպես կոնֆլիկտների մեջ ներքաշելով եւ վնաս հասցնելով ամբողջ հասարակությունների նա դեմ է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելուն եւ ավելի կողմնակից է որպեսի այլ եվրոպական լիդերների հետ խոսույթում ոչ թե լինի կոնֆրոնտացիան որպես լեզու, այլ կոմպրոմիսների լեզուն այսպես ասած նու փորձագետները գտնում են որ դա չի նշանակում որ ինքը որևէ ձևով կխոչընդոտի այն դեպքերում երբ որ Եվրոմիությունը ուզում է Ուկրաինային ինչ որ աջակցություններ ցույց տալ եւ այլն, բայց ինքը բավականին այսպես իրատեսական մոտեցում ցուցաբերելով Ռոբերտ Ֆիցոյի հետ ինչ որ նույն գծի մեջ կգտնվի եւ կկարողանա իր հետևից տանել եվրոպական հասարակության այն շերտերին, ովքեր նման մոտեցում ունեն Ուկրաինայի կոնֆլիկտի վերաբերյալ, նա, այսպես ասած, հայտնի է մարդկանց մոտ որպես ամեն ինչի ոսկե միջինը փնտրող եւ դա գտնող գործիչ, բալանսավորող, այսինքն նա երբեք չի գնա այն իրավիճակի, որ, ասենք, Բուլղարիային զրկեն ինչ-որ ֆինանսական սուբսիդիաներից եւ այլն եւ այլն։ Սա է ուզում ձեր հետ կիսվել, անպայման եթե հետաքրքրված եք այս թեմայով, search արեք, փնտրեք, որոնում տվեք համապատասխան կայքեջերում եւ այս case-ը ուրբաթ օրը երբ որ live կանեմ, եկեք սրա մասին էլ խոսենք, որովհետեւ impeachment արեցին, impeachment-ի պահանջով դուրս եկան փողոց նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին, երկու շաբաթ փողոցներից տուն չգնացին, նա որպես ընդդիմադիր գործիչ մյուսների հետ միասին առաջնորդեց ժողովրդին, ունեցավ կոնկրետ արդյունք, հայտարարվեցին ընտրություններ եւ հիմա նա դարձավ առաջնորդ 97 թվականից ի վեր առաջին անգամ ապահովելով այնքան աթոռ, որ կարիք չունի որպես կառավարություն կազմել կոալիցիա։ Բոլոր նրանց համար, ովքեր դիտավորությամբ սպանում են impeachment-ը։ Վիկա լսում ես, հա? Վիսկոչկա անտեր անասուն։ У Викаин спонсорировать все круги в Москве, которые спонсорируют этих гондонов, которые не имеют ничего общего с нашим народом и с нашими легитимными требованиями. Мы хотим совершить импичмент. Мы не хотим совершить то, о чем говорят некоторые армянские гондоны, которых вы приняли в коридорах АП. Понятно? И мы будем бороться до конца. Այսքանը բարի երեկո տրամս հելել է այսպես տրամս հելել է այսպես այն որ ասենց հելել հարցակվա impeachment-ը չգիտեմ ինչ it works perfectly fine մենք պետք է հետևողական գտնվենք ու գնանք մինչև վերջ Давайте Քոչարյանի զույգ սիլիկոնե ծիծիկներ եկեք առաջինը ներքև բթամատ դրեք դրան է հասել Քոչարյանը 5 տարի կախված սիլիկոնների դեպի ներքև բթամատների փոքրիկ կրուժոկ Այ հիմա բարի գիշեր